Արձագանքելով Ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն ասել է, թե Հայաստանի առաջին նախագահին ճանաչում է որպես պրագմատիկ քաղաքական գործչի եւ եթե նա նման հայտարարություն է անում, ուրեմն հասկանում է, որ Հայաստանի զարգացման ճանապարհն Ադրբեջանի հետ խաղաղության միջով է անցնում։ Խաղաղությունն անհրաժեշտ է երկու երկրներին եւ ուրախալի է, որ Տեր-Պետրոսյանը նման ուղերձով է դիմում հայ ժողովրդին։ Նաեւ նշում է Մութալիբովն ու հավելում, բազմիցս հանդիպել է Տեր-Պետրոսյանի հետ, նա շատ խելացի է եւ երբեք նրա մոտ ադրբեջանցիների հանդեպ ատելություն չի նկատել։ Այո, մեր տարածքները նրա օրոք են օկուպացվել, սակայն պետք է օբյեկտիվ գնահատել իրավիճակը։ Հագինազին ասել է Մութալիբովը, երբեմնի անդիմադիր Այազ Մութալիբովը նաեւ ասել է, այլընտրանք չկա, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քաղաքական կամք դրսևորեն ու պայմանավորվեն խաղաղության շուրջ։ Նրա խոսքով ոչ Մինսկի խումբը, ոչ էլ այլ միջնորդներ այդ խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի փոխարեն չեն կարգավորի։ 2005-ին, երբ Մութալիբովն ադրբեջանական ընդդիմության շարքերում էր, Ազատության եթերում հայտարարել էր, թե չի հավատում, որ Իլհամ Ալիևը երբևէ կկարողանա կարգավորել Ղարաբաղյան խնդիրը։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը համաձայնում է, որ Մութալիբովի այսօրվա հայտարարությունը հենց այնպես հայտարարություն ու սոսկ արձագանք չէ։ Հասկանալի է, որ Մութալիբովի այս հայտարարությունը իսկապես ոչ միայն խմբագրվել է, այլ համաձայնացվել է։ Միևնույն ժամանակ քաղաքագետը համարում է, որ Մութալիբովի հայտարարությունը ամենևին էլ չի նշանակում, որ պաշտոնական Բաքուն փոխել է իր կոշտ դիրքորոշումը։ Ավելին, Մինասյանը համարում է, հակամարտությամբ ակտիվ զբաղվելու պատրաստակամության մասին պաշտոնական Մոսկվայի հայտարարությունները, բանակցային սեղանին հստակ ծրագրի առկայության մասին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի օրերս արած հայտարարությունը եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցները ամենևին էլ չեն նշանակում, որ որևէ արտարոց գործընթաց է ընթանում Ղարաբաղյան բանակցությունների շուրջ եւ պետք չէ ակնկալել, թե առաջիկայում կլինեն լուրջ տեղաշարժեր եւ կողմերը պատրաստ կլինեն ինչ որ փաստաթուղթ ստորագրել։ Այդ գործընթացը կրկնում եմ գնում է տարիներ եւ տասնամյակներ, բայց դա չի նշանակում, որ վաղը կամ վաղը չեմ այսօր այդ փաստաթղթի շուրջ մենք կունենանք ինչ որ լուրջ առաջխաղացում, որտեվ իրական բանակցային գործընթացի տրամաբանությունը շարունակվում է գնալ Մինսկի խմբի շրջանակներում եւ այստեղ իրավիճակը ավելի վատ է ցավոք սրտի, եթե մենք ասենք կողմնակից ենք բանակցային գործընթացի արագացմանը, որովհետեւ եթե գոյություն չունի լուրջ հույսեր տեսանելի ապագայում նույնիսկ զորական մակարդակի այդ վստահության մեխանիզմների ձեռքբերմանը, ես չեմ կարծում, որ կողմերը, առավել եւս հայկական կողմերը կարան գնան ինչ որ բուն բանակցային գործընթացի արագացմանը։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած եւ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումների նույնությանը, տարբերվում են դա երանգներով։ Երանգները մի կողմ դնենք, ինչով են կոնկրետ տարբերվում։ Տարբերվում են նրանով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ այդպես կոչված մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը կարելի է իրագործել, իշխանությունները ասում են, որ մենք կարանք դա ընդունենք որպես հիմք բանակցությունների, բայց համոզված են ելնելով տարբեր պատճառներից, այլ թվում նաև որ իրանք մասնակցում են այդ բանակցային գործընթացում, որ դա իրատեսական չի տեսանելի ապագայում։ Այսինքն տարբերությունը նրանում է, որ Հայաստանի իշխանությունները իդեմս Սերժ Սարգսյանի, չգիտես ինչու, համոզված են, որ նա գնալու է բանակցությունների եւ այսպես թե այնպես Ադրբեջանի պատճառով այդ բանակցությունները ձախողվելու են։ Սա է տարբերությունը։ Նու համենայն դեպս մենք գիտենք, որ բացառությամբ որևէ տակտիկական ինչ որ առանձնահատկությունների Միջև Սերժ Սարգսյանը նույնպես, այսինքն Key-West-ից սկսած Ադրբեջանը վերջի պահին այդ բանակցային գործընթացում հետագնացել մի շատ պարզ պատճառով։ Ադրբեջանը եւ հասարակությունը եւ քաղաքական վերնախավը համարում են որ իրանք չափից ավելի արդեն զիջումների գնացել են պարտված լինելով պատերազմում, B իրանց մոտ հույսեր կա, որ այդ նավթագազային եկամուտներով իրանք այս կամ այն ձևով կարան նպաստավոր, ասենք, ձևով փոխել ստատուս կվոն իրանց օգտին։